Ներկաներից մեկն էլ բարձրաձայնեց սահմանամերձ գյուղերի դատարկման խնդրի մասին, որին Սերժ Սարգսյանն ուշագրավ պատասխան տվեց։ Մի քիչ ճիշտ չի նախընտրական փուլում այսպիսի բաների մասին խոսելը, ես այդպիսի մեծ պրոբլեմ չեմ տեսնում, գիտեք, երբ որ խոսում են լեռնային գյուղերի մասին, խոսում են դատարկվող գյուղերի մասին։ Չգիտեմ այդ պրոբլեմը ինչքան է ակտուալ, որովհետև մարդը այսօր ապրելիս լինի գյուղում թե քաղաքում, ուզում է կյանքի համար լավ պայմաններ, հարմարավետ պայմաններ։ Եվ եթե այսօր հարթավայրում կամ մոտիկությամբ կամ մի գյուղ, որտեղ ապրում են 5000-6000 մարդ, որն ապահովված է խմելու ջրով, ոռոգման ջրով, գազաֆիկացված է, ինտերնետը հասանելի է, դպրոցները վերանորոգված են, մանկապարտեզ կա, ես կնախընտրեի, որ 3, 5, 7 կիլոմետր վերև ապրող 10-12 ընտանիքը իջներ այդտեղ այս մի գյուղում ապրեր, երեխային ուղարկեր կարգին նորմալ դպրոց, մինչև կկարողանանք ձեռներներս կհասնի եւ վերևի գյուղ էլ գազ կքաշենք կամ դպրոց կկառուցենք։ Պրոբլեմները այնքան շատ են, որ այդպիսի բաների մասին մտածելը դեռևս շատ վաղ է։ Այսինքն եթե Երևանի դպրոցը չի ջեռուցվում, մենք ինչ հնարավորություն ունենք գնանք սահմանամերձ գյուղում այնպիսի պայմաններ ստեղծենք, որ մենք վեր կենանք գնանք այնտեղ ապրենք։ Մենք պետք է կենսական պրոբլեմների մասին առաջին հերթին մտածենք, կենսական։